Համայնքային բյուջեից այս տարի քաղաքի կենցաղային աղբահանության եւ սանիտարական մաքրման համար Վանսան, Պագամի, Գուգմիկ, Աշոտ Մկրտչյան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, Վանաձորի Սանմաքրում բաց բաժնետիրական ընկերությանը եւ Գարիկ Ղափանյան անհաձեռներեցին ընդհանուր առմամբ հատկացվել է 234 միլիոն դրամ։ Չնայած ամենօրյա մաքրման աշխատանքների քաղաքացիները դժգոհում են։ Տարբեր թաղամասերից կոմունալ տնտեսություն եւ բարեկարգում բաժին ահազանգեր են ստացվում աշխատանքների որակի հետ կապված։ Վերջին ահազանգը ստացվել է դիմաց թաղամասից, ասում է բաժնի պետը։ Աղբահանության հետ կապված գրեթե ամեն օր ստանում ենք բողոքներ, զանգեր մեր ազգագնացությունից, Վանաձորի։ Կան հատվածներ, որտեղ աղբահանությունը ավելի վատ է իրականացվում համեմատած մյուս տարածքների, բնականաբար այդ գոտիներից ահազանգեր ավելի շատ ենք ստանում։ Բնականաբար կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժինը հնարավորին սեղմ ժամկետներում փորձում է խնդրին լուծում տալ։ Դիմաց բազում թաղամասերը, նաեւ նրա Հալաբյան կամրջի հարակից տարածքները մեծ գոտի է, այնտեղ մենք աղբի քանակը բավականին մեծ է։ Կազմակերպությունը իհարկե ցանկացած զանգ, ցանկացած բողոք բնակչի կողմից երբ լինում է, նույն օրվա մեջ խնդրին լուծում է տալիս։ Ըստ սահմանված գրաֆիկի շաբաթը 1-2 անգամ պարբերականությամբ շրջիկ աղբատար մեքենաները լինում են քաղաքի ծայրամասերում բացառությամբ ձմռան ամիսների, ինչը Կարեն Պարավյանը պարզաբանում է մեքենաների թաղամասեր բարձրանալու հետ կապված դժվարությամբ։ Քաղաքի մաքրության գործում ըստ Կարեն Պարավյանի մեղքի իրենց բաժին ունեն նաև քաղաքացիները։ Միայն մեղադրել աղբանություն կատարող հիմնարկությանը շատ արդարացի չի լինի, որովհետև մենք որ շրջան քաղաքում շատ տեղերում կնկատենք, որ աղբարկղների կողքը մեր բնակիչները տարատեսակ, տարբեր չափի եւ ավելի մանրամասն չասեմ, ինչ տեսակ աղբեր են բերում կուտակը, եւ շինարարական եւ մետաղական։ Թեմայի շուրջ զրուցեցինք նաև վանաձորցիների հետ։ Վերջիններս դժգոհեցին իրենց թաղամասերում օրեր շարունակ կուտակվող աղբի ու աղբով լի աղբարկղերի առկայությունից։ Աղբարկղերի հեռավորությունն էլ է խանգարող հանգամանք։ Դեմիրճյան, երկրորդ նրբանց, կոտեջ 14 բնակարան առաջին։ Մեր թաղամասը անտանելի է։ Այնտեղ տանկա պետք է, բանապետ, որ իման մեզ հետ եղած չեղածը հավաքին տանեն թափեն։ Ենքան հավաքվել ա, որ դրան տանել չի եղնի։ Ոչ մի անգամ է գոչեն Սպանդարյան փողոցը կենտրոնական փողոց է, բայց ոչ մի անգամ ուշադրություն չեն դարձնում, բայց աղբի վարձն է թանկացնում են ու ժամանակին ուզում են։ Դրա համար մենք մի աղբի վարձը չենք տվել, մինչև դիմում չտանք քաղաքապետարան։ Մաքուր չի, Մաքսի փողոց։ Եթե ժողովուրդը մաքրություն պահպանի, աղբահանության հարցը կլուծվի։ Երեք մաս, 3 օրը 1 կամ 4 օրը 1։ Ցանկալի էր ավելի լավ լիներ, հետո ժողովրդից է շատ բան կախված։ Մենք ճիշտ չենք վարվում մեր քաղաքի հետ։ Չենք սիրում երևի թե որտեղ ասես ամեն ինչ շպրտում է սիգարետի տուփեր, ցելոֆանի պակետներ եւ այլն։ Մենք դիմացը մենք ապրեմ շատ ուշ է գալի աղբը։ Մեր ամեն առավոտ մաքրում են մեր լուսավորիչ փողոցն է։ Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի վստահեցմամբ այս տարի նախատեսվում է ձեռք բերել 50 նոր մեծ եւ փոքր մետաղական աղբարկղեր։ Դրանք կտեղադրվեն ինչպես քաղաքի կենտրոնական, այնպես էլ հեռավոր հատվածներում։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։